Պարմանուկյան, ինչ արձագանք եղավ ԿՊԱԿ-ների կողմից եւ վեհափառի հետ կապված հարցի ժամանակ տեղից գոռացիք, ասացիք ամոթը դավաճան վարչապետ ունենալն է։ Չում, ես իրանց արձագանքին ակնկալիք չունեմ։ Իմ կարծիքը բարձրացան, ասացի ոնց որ միշտ էլ ասել ենք։ Պարոն Մանուկյան, դա կանոնակարգ օրենքի խախտում է, ավելի ճիշտ բարեվարկության նորմերի խախտում է։ Այդ բարեվարկության նորմերը գիտեք գողական պրագոնա, որ հիմա բոլորս ձեռքերս դրնենք սեղանի նստենք։ Չէ, այդ բարեվարկության նորմ չկա։ Բայց եթե օրինակ Նիկոլ Այդ բարեվարկությունը մանկապարտեզում են սովորեցնում։ Մանկապարտեզում են սովորեցնում բարեկրթություն, բարեվարկություն։ Հետո մարդը քիչ-քիչ այդ բարեվարկությունը կամ ունենում է կամ չի ունենում։ Պիղծ վեհափառ որ կոչել։ Բան է, չեմ ուզում նորից կրկնվի այդ արտահայտությունը, պղծությունը տեսել ենք, էլի ոնց է իրանց մոտ։ Պարոն Մանուկյան, ըստ էության Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ դուք պատերազմ կբերելու Հայաստանի Հանրապետության կողմին, եթե Տիգրանաշենի համար պայքար մղեք, որովհետև ասում ես ասում եմ քյարքի, որովհետև ադրբեջանական անվանումը այսպես է։ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ ստետ Այսինքն քրոնիկ սուտասանի դեպքում զարմանալի չի։ Հայտարարեց, որ սահմանագծումը իրականացվում է 1974-79 թվականների գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ Հարգելիներս, հենց հիմա ԱԳՆ-ի կայքը բացեք, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնությունը բացեք, տեսեք այնտեղ կա հիշատակում, չկա, եւ ավելին ձեզ ասեմ, մենք որ ծանոթանում էինք փաստաթղթին, իսկ սկզբանե հայկական կողմը առաջարկել էր Ադրբեջանին, որ այդ համաձայնագրի մեջ ամրագրվի գլխավոր շտաբի քարտեն։ Ադրբեջանը մերժել է, դրանից հետո հայերը վիզները ծռած, ինչ որ Ադրբեջանը մերժել է, հայերը վիզները ծռած հանել են այդ նախագծին։ Երկրորդը սահմանագծման, սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգը նայեք, այնտեղ չկա հիշատակում գլխավոր շտաբի քարտեզներ, այնտեղ ընդհանրական տարբեր քարտեզների մասին է, բայց այն օրը ազգային ժողովի ամբիոնից բացատրել եմ Տիգրանաշենը 90 թվականի հունվարի 15-ից խորհրդային Հայաստանի տարածքում է եղել, դեռ ավելին 1926 թվականի քարտեզով էլ է խորհրդային Հայաստանի կազմում եղել։ Ախր խելագարության աստիճանի են հասցնում։ Մենք Վրաստանի հետ տարիներ շարունակ բանակցել ենք սահմանագծման հարցում, որպեսզի համաձայնության գանք, թե որ քարտեզի հիման վրա պետք է սահմանագծում, սահմանազատումը տեղի ունենա։ Բայց պայքարելու եք, որ Տիգրանաշենը չտան հիմա, ուզում ենք հասկանալ, պայքարելու եք, թե չէ։ Բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մետր քառակուսիամը պայքարը բոլոր քաղաքացիների պարտքն է, առաջին հերթին մեր պարտքն է։ Ընդդիմությունը ինչ ձև է պայքարելու։ Խնդրում եմ, այսինքն այս մի քանի օրը բանը պայքարի ծիծեռնակներն են։ Այս մի քանի օր առաջին օրվանից Տիգրանաշենի մասին բարձրաձայնումը այդ պայքարի ծիծեռնակներն են, որ Նայեք, ես դիմում եմ բոլոր լրագրողներին, դիմում եմ բոլոր ընդդիմադիր գործիչներին, մի արեք դա ամբարով բան է, մի արեք, Տիգրանաշենցու շուրթերով հայ ժողովրդին մի համոզեք, որ Տիգրանաշենը պետք է վերադարձի, որտեղ Տիգրանաշենը իմ ապագա թոռանն է, ձերն է, ամբողջ Հայաստանի Հանրապետությանն է, Տիգրանաշենցին չի որ որոշում իր գյուղը Հայաստանի Հանրապետության մաս է, թե չէ։ Ուր ենք ուզում հասցնենք մեր երկիրը, բզիկ ամեն մեկը իր տունը կարա փոխհատուցով հիման վրա տա Ադրբեջանի, թե ոչ։ Չորրորդ հանրապետության մասին ինչ կասեք, հռչակեցին չորրորդ հանրապետության։ Ելույթների ժամանակ շատ ավելի հանգամանալից կանդրադառնանք, իրականում այս կառավարության ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետականության փլուզման ծրագիրն է եւ ամենակոնֆլիկտածինը հենց այս ծրագիրն է, որտեղ ծրագիրը փորձ չի անում եւի լուծում գտնել ռազմաքաղաքական, տնտեսական բոլոր հարցերում, կտրուկ դրել է, որը վտանգները պարունակում մեր ժողովրդին, տնտեսական, քաղաքական, ռազմական, անվտանգության առումով։ Եվ վտանգության հարցը էլի բանակի հետ կապված, տեսեք, վերջին հաշվապատասխանից Փաշինյանը ասաց, որ վճռական եւ արմատական քայլեր են անելու բանակում մահերի հետ կապված։ Նախ ձեր գնահատականն եմ ուզում լսել, այս մեկ ամսվա ընթացքում այդ մահերի հետ կապված, սանությունների հետ կապված, ինչու է դա լինում։ Տաղանդավորագույն կամ արմատական քայլեր պիտի անեն։ Տաղանդավորագույն մանիպուլյատոր կարող է լինել, երբ որ մարտական հերթապահության ժամանակ
խաղաղ պայմաններում զոհերի աղբյուրը համարեց խաղաղությունը։ Այսինքն այլ բառ չկա։ Իմ ելույթ հիմնականում նվիրվելու է բանակին, վճռական քայլերը շատ վաղուց պետք է արվեր։ 8 տարի այդ քայլերը որ չեն արել, հիմա այդ ամբողջը գերլարված պայթուն է առաջացնում։ Մի բան ասեմ։ Ես սնոտեապաշ չեմ, բայց տեսեք, այս դեպքերը իրար հաջորդ շարունակում են մեծ ծավալ ստացան բանակից գնդերեցների ինստիտուտի վերացումից հետո։ Եվ իրականում ասեմ ձեզ, բանակում բազմաթիվ սպաների ոչ քաղաքական հուսալի համարվող, ոչ իրենց յուրային համարվող հեռացումը հանգեցրեց կադրային լուրջ խնդրի։ Այսօր մեր զինված ուժերի կադրային համալրվածության ինչպես Չէ, իրականում չէ, որովհետև այն ինչ որ իրենք կոչում են գնդերեցներ, ընդհանրապես գնդերեցներ։ Նախորդին բանակում եւս դեպքեր տեղի ունեցել խաղաղ պայմանների։ Լավ, պատասխանեք Ռուզանի հարցին։ Արդյոք քրեական ենթամշակույթի հետ կապված այդ որ Փաշինյանը միշտ ասում է, դա է պատճառը, որ բանակում ամեն դեպքում սպանությունները, պարբերականությունը չի դադարում։ Չէ, իրականում տեսեք, շատ տարբեր հանգամանքներ կան, բայց այս իշխանությունը նախկինների ժամանակվա գործելավոճը որդեգրելով փորձում է ամեն ինչ որ տեղի է ունենում բանակում համարել հասարակության հայելի։ Տեր-Սերյան Օհանյանը 13 թվականին պաշտպանության նախարար արգելել է բանակը հասարակության հայելի ձևակերպում, որովհետև բանակը ինքը լրիվ ուրիշ օրգանիզմ է, ուրիշ կարգապահություն է, բայց երբ որ դու այսպես ասեմ ամբողջությամբ գործում ես PR-ի համար, տեսեք վերջին դեպքը որ եղավ, դրանից 2 օր առաջ Սուրեն Պապիկյանը եղել է այդ զորամասում, այսինքն որպես ինչ, այսինքն այդ նախարարներ չեն եղել զորամասերում, այս 30 տարի գլխավոր շտաբի պետու պաշտպանության նախարար անակնկալ այդ չի կատարել։ Այսինքն անօգուտ են Պապիկյանի այցերը, անօգուտ են ձեզ համար Պապիկյանը։ Ես գործում եմ այո, որովհետև խորքային բան կա, կառավարման հարց կա, զինվորների զբաղվածության հարց կա, հոգեբանության հարց կա, գաղափարականության հարց կա։ Նայեք, պրիմիտիվ օրինակ ասեմ, նոր ռազմական ոստիկանության պետ են նշանակել, որը ավելի շատ Բաղրամյան փողոցում պայթուցիկներ օգտագործվողն է, ռազմական ոստիկանության պետը ինքը հոգեբան պետքա լինի, ինքը բառնակի նիստ ու կացը, խորքը, պատմությունը իմացող պետքա լինի, իսկ որպես բերել են դեռ ավելին ասեմ, այսինքն ես բանակում այսօր ծառայող զինվոր եմ, կասեմ ի՞նչ կարգապահություն, դուք եք կարգապահ, պաշտպանության նախարարը գալիս է առանց գլխարկի ռազմական ոստիկանության պետ, դուք այտենց եք կարգապահ, ես ուրի ձև եմ անկարգապահ։ Երբ որ զինվորը տեսնում է հեռուստացով, որ խաբում են իրեն իր ծնողին, ասում են նոր հանդերձանք է բանակում, տնում են մի ստորաբաժանում ես կեսը նոր հանդերձանք, կեսը հին հանդերձանք, ասում են լավ էլի սուտ եք խոսում։ Պարոն Մանուկյան, դուք անձնապես հետաքրքրվել եք, թե նախորդին ճամբարակի դեպքով զինվորները ինչի էին ինձ հետո դուրս բերվել։ Որքան ես տեղյակ եմ, պատիժ են կիրառել, որը խայտարակություն է, օրենքի ոտնահարում է։ ՏՊՆ-ն հերքել էր, չէ՞, որ Չէ։ Հակագազերի մասին ես երբեք չեմ ասել, ուղղակի տեղյակ եմ, որ պատիժ են կիրառել, այդ հատվածը ճանապարհի որ տեսնեք, այսինքն Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա մեղք գցել, չէ, այդ խեղճ ու կրակ գյուղացու զիլի վրա մեղք գցեց, այնտեղ որևէ կերպ այդ զիլը չէր կարող, այլ հարց որ առանց համարանիշի բան, խոթարքի զիլ է եղել։ Մարդը իր 3 անչափահաս երեխեքին այդպես է պայել, հիմա գյուղերում ապրող շատերը գիտեն առանց պետամանանիշի, առանց տեխասմոտրի բանի, լիքը այդ ավտոները դաշտերն են գնում, բանջարեղեն ու միրգ են հավաքում, բայց այդտեղ գործ ունենք խայտարակ, իրար հաջորդ դեպքերի է։ Տեսեք, երկրորդ բանակային կորպուս, Իջևանի զորամաս, մի քանի դեպքեր են եղել, որևէ պաշտոնանկության մասին լսել եք, չէ։ Բայց դա ձեր տեղեկություններ։ Ելեք պահանջում Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Նայեք, ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նայեք, չի Ջանդան նոր չի ընտրվել։ Նայեք, ես ախր ինստիտուցիոնալ հիշողությունը լավ բան է։ 20 թվականի հունվարին մի քանի դեպք ա եղել։ Հիմնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում
Բայց քանի որ Facebook-յան ազդեցությունով է սրանք ու PR-ով է, իրանք մենակ աթոռն այդ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրամյանին, որը 1 տարի էր նշանակված էր, 1 տարին պաշտպանության բանակի հրամանատարը շատ քիչ ժամանակ է, պաշտոնազրկեցին, տեղակալներին պաշտոնազրկեցին 20 թվականի հունվար եւ նոր հրամանատարություն եկավ, որը մինչեւ 44 օրյա պատերազմ դեռ չէր հասցրել ամբողջ առաջնագծի դիրքերով գնալ։ Այսինքն իրենց ամբողջ ուշք ու միտքը PR-ն է։ Իսկ այդ Հայոյանքի բանի հետ կապված պաշտպանության նախարարությանը առաջարկ ներկայացրել են, բայց հրապարակային չէ։ Ազատել աշխատանքից Մելիքսեթ Պողոսյանին, Ռազմիկ Պետրոսյանին ինչպես եք գնահատում։ Չի էլ հետաքրքրում, այսինքն ինչ էին խորհուրդ տալիս, որ հիմա էլ ինչ անեն։ Բայց այստեղ կրկնում եմ։ Վարդանյանի մասով էլ եք նույն տեսակետին պաշտպանության բանակի վերջին։ Հաշվի առնելով, որ Կամո Վարդանյանը երկար տարիներ նաև ծառայել է եղբորս հետ ձեռքմանու նրա մասին որևէ առասը։ Պարոն Տաճյան, իսկ ինչ կասեք Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, երբ ասաց, որ թվարկելով այսպես խնդիրները, ասաց անհետ կորածներից, գերիների խնդրից անդին ավելի կարևոր է սոցիալ-հոգեբանական հարցը լուծել Ադրբեջանի հետ։ Ուղղակի եթերում ենք, բարեկրթությունս թույլ չի տալիս։ Պարոն ներողություն եք հարցերս էլի, բայց ճիշտ է զինվորներին բաժել Ոչ ճիշտ, կանոնագրի խախտումներ կան, այնտեղ նույնիսկ եթե վազեցրել են ուղեկցող համակարգ կա, ցերեկային ժամերին, դրոշ, գիշերային ժամերին հատուկ լուսավորության համակարգ։ Ով պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Գլխավոր շտաբից, բայց ամենավերևը Նիկոլը, որտեղ ամբողջ բանակը դարձրել է իր խաղաղություն կոչված ցնորամտության գործի։ Որ զինվորականի տեսություն կարևոր խաղաղություն